ձեզ, այսօր կրկին ունենք հերթական մեր ոդքասթը, որտեղ խոսելու ենք մշակույթից, էթնիկ հայերի մշակութային իրավիճակից, ինքնությունից, քանի որ այսօր հայ համայնքը նշում է Վրաստանի հայ համայնքը, ընդհանրապես հայերը նշում են Վարդավառի տոնը հուլիսի 27-ին, ուզում եմ բոլորին շնորհավորել Վարդավառի տոնի կապակցությամբ, այս հիասքանչ տոնը, որն որ այսպես ասած հայ ժողովուրդը նախաքրիստոնեական եւ քրիստոնեական տոներից մեկն է, դեր տոնում են նախաքրիստոնեական ժամանակից, ինչպես գիտեմ եկեղեցական տոնացույցով նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, որը այս տարի, այսպես ասած 2025 թվականին նշում են հուլիսի 27-ին, քանի որ սկսեցինք Վարդավառից կարող ենք խոսել, քանի որ Մարիանան Թբիլիսից է, իսկ Հենոն եւ ես Ջավախքից, կարող ենք խոսել թե ինչպես է նշվում մի փոքր մեր հանդիսատեսին հիշացնենք, Թբիլիսիում մեծամասամբ ովքեր ունեն իրենց բակերում կազմակերպվում է ջրոցի, բայց այսպես մասսայական չի այս տոնը նշվում, մարդիկ հաճախում են առաքելական եկեղեցի, Սուրբ Գևորգը կամ Էջմիածինը, եկեղեցու բակում է կազմակերպվում, դեռ պատարագն է կազմակերպվում եւ պատարագից հետո լինում է այս ջրոցին, այս Վարդավառի տոնը ու կարելի ասել, որ երևի եկեղեցին նաեւ մեծ նշանակություն ունի, որ այս տոնը պահպանվել է Թբիլիսիում, ու Թբիլիսիում մենք մինչ օրս նշում ենք ու միշտ հաճախում ենք եկեղեցի, պատարագին ենք ներկա գտնվում, այնպես հետո էլ գնում ենք նշում ենք ջրոցի գնում։ Եթե խոսենք Ջավախքի մասին ու ընդհանուր Վարդավառի մասին, նախ նշեմ, որ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչպես նշեցի, ու նվիրված է եղել հայկական աստվածուհի Անահիտին, ով ջրի աստվածուհին էր, այնուհետև քրիստոնեության ընդունումից հետո, քանի որ նախաքրիստոնեական հայկական մշակույթն շատ հարուստ է եղել, եկեղեցական տոնի է վերածվել ու պայծառակերպության տոնի անունով է հայտնի քրիստոնեական մեր եկեղեցում։ Վարդավառը պետք է նշել, որ ինչպես ընդհանուր հայ ժողովրդի մշակույթի մեջ իր առանձնահատուկ տեղ ունի, բայց շատ որոշիչ առանձնահատուկ տեղ ունի հենց Ջավախքի մշակույթում, որովհետև Արևմտյան Հայաստանից կախտած ու մեծամասամբ Էրզրումից կախտած հայերը հենց այս տոնն են բազմաթիվ տոներ են եղել այնտեղ Արևմտյան Հայաստանում, բայց այս տոնը ամենալավ պահպանված տոնն է հենց ու Վարդավառը Ջավախքում եթե ասենք կոնկրետ նշվել է, ժողովուրդը հավաքվել է, շրջակայքի ժողովուրդը հեշտիա Սաղամոնդային ժամանակ չեղել Կանձայի շրջակայքի ժողովուրդը հենց հավաքվել է Կանձայի Սուրբ Հովհաննեսի մատուռում, որը գտնվում է Սուրբ Հովհաննեսի լերան վրա, այնտեղից ընդհանուր Ջավախքը շատ լավ է երևում, Ջավախքի գյուղերը ու միավորող հատված է եղել այդտեղ ու այդտեղ նշելուց հետո, մոմ վառելուց հետո ժողովուրդը կեսօրից հետո արդեն ջրոցին է սկսել իրենց ընդհանուր գյուղերում։ Այս տոնը շատ վառ կերպով, շատ ավանդական կերպով պահպանված է եղել մինչև 1950-ական թվականները, հետո կամացից թուլացել է այս ավանդույթները, պատճառը եղել այն, որ մատուռը գտնվում է Կանձայի տարածքում ու Կանձայում այդ 50-ական թվականներից արդեն տերյանական պոեզիայի տոներն են սկսել նշել ու տերյանական պոեզիան, այսպես պոեզիայի տոները, այսպես ասած ոչ ուղղակի ծերպով ազդել է, որ ժողովրդի մեծ մասսան արդեն նշի տերյանականը, քան թե Վարդավառն տարի ցավոք սրտի այս տոնը իր դերը կորցնում է մեր մոտ։ Իհարկե, ես ինչքան հիշում եմ, օրինակ Կանձայում տերյանական այդ պոեզիայի օրին միշտ ասոցացվում էր Վարդավառի հետ, քանի որ ընդհանրապես համընկնում էր էլի տերյանական օրը եւ Վարդավառը իրար հետ ու այդպես տերյանական պոեզիայի օրերին ծեւի օրը, որ Ջավախքի բոլոր գյուղերից գալիս են, ոչ միայն Ջավախքի գյուղերից, Հայաստանից, Վրաստանից, այլ քաղաքներից են հյուրեր գալիս եւ ընդհանրապես այդ պոեզիայի օրվա մինչեւ կեսօրին, այդ օրից հետո տուն թանգարան եւ այլ համերգ կազմակերպել այդ ամենից հետո գնում էին Փարվանայի լճի ափին կամ չգիտեմ Սաղամոյի ափին, ինչ որ այդպես այդ ջրոցին նշելու բայց ցավոք սրտի այս տարի ավելի շուտ նշեցին տերյանական պոեզիայի օրը, ինչքան հիշում եմ հուլիսի 12-ին, ու նաև տեղում կար այդպես բնակիչներն այդպես շատ
տեղեկացված չէին, որ սպասում էին վարտավարին, որպեսզի վարտավարի օրվա հետ մեկտեղ նշեին։ Ինչ որ է, հետաքրքիր պատմություններ կան վարտավարի հետ կապված, բայց ներկապային ինչքան այս վերջ տարիներին մանավանդ ավելի շատ այս ջրոցուց բացի ավելի շատ ջավախքում ինչ որ, չգիտեմ, հուլիս ամիսը միշտ ջավախքում այսպես այդ սեզոնային աշխատանքների ժամանակն էր, մեկ օրով ամբողջ համայնքը, ջավախքի հայ համայնքը հանգստյան օր է վերցնում, այսպես ասած, ու բացի ջրոցից նաև կազմակերպում են քեֆ եւ այլն, որն որ ավելի այսպես չգիտեմ, զարգացնել ասեմ, դա նո զարգացնել չէ, բայց այդպես քեֆի տրամադրության է վերածվել ավելի շատ, իսկ այդպես այդ ջրոցին ավելի շատ նշում են փոքրերը, քանի որ փոքրերի ամենասիրելի տոներից մեկն է ու օրինակ մեր գյուղում ինչքան հիշում եմ, այս ամբողջ շաբաթը բոլորի հարցն է նա, որ կազմակերպեն, այսպես ասած, այդ ջրոցին ու հիմա կարծում եմ ժամը 12-ն մոտ վառ այդպես վառ ջրոցի ժամանակն է ու նաև ջավախքում կամ մեկ այսպես ասած ծես որն որ կապված է վարտավարից մեկ օր առաջ օրինակ 3 երիտասարդները բարձրանում են Աբուլ լեռ ու առավոտյան հետ են գալիս այսպես Աբուլ լեռից ու գյուղերում կամ Աբուլ լեռան ստորոտին կա Լևանի լիճ ասվածը որտեղ կազմակերպում են հենց այդ ջրոցին վաղ առավոտյան ու այդպես դա նշում են նրանով որ վարտավարն սկսված է ու կարող ենք էլի այդ ամեն ինչով Այդ որտեղից է սկսվել հենց այդ գյուղի չգիտեմ գյուղերից անընդհատ կա որովհետև այսպես սերունդասերունդ փոխանցվում է ու նույնիսկ չգիտեմ անընդհատ օրինակ ինձանից մեծահասակները իրենք հաշվում են թե քանի անգամ են բարձրացել Աբուլ լեռ ու հետ եկել հենց վարտավարի ժամանակ ու այդպես տարածված է երիտասարդների մեջ էլ որ իրենք էլ անպայման պետք է բարձրանան հիմնականում ավելի շատ բարձրանում են մոտակա գյուղերից օրինակ Աբուլ գյուղից Ախալքալակի շրջանի ինչքան գիտեմ իրենք հենց Աբուլի ստորոտին են ապրում եւ իրենք այդ ցիսակատարությունը միշտ կատարում են այսպես ասած ու մոտակա գյուղերից նույնպես միշտ բարձրանում եւ իջնում Երևի այսքանը վարտավարի մասին, հուսով եմ ժամանակ կունենանք այսօր մենք էլ միանանք ջրոցին, բայց քանի որ հիմա անդրադառնում ենք մշակույթային հիմնական հիմնախնդիրներին կամ ինչ-որ դրական process-ներին, թե ինչ ունենք ընդհանուր Վրաստանում մեր մշակույթը զարգացնելու կամ ինչպես պետք է զարգացնենք կամ ինչ քայլեր պետք է կատարվի կամ ինչ իրավիճակում ենք ներկա պահին ցավոք սրտի նաև պետք է ասենք, որ թեկուզ օրինակ վերցնենք վարտավարը տարածված է մենակ էթնիկ հայերիս մեջ, ունենք հիասքանչ այսպես տոնակատարության օր, բայց Վրաստանում ապրող մյուս բնակիչները, թեկուզ վերցնենք մեծամասնությունը, վրացիները կամ այլ էթնիկ ներկայացուցիչներ, այս տոնի մասին այդպես տեղեկացված չեն, քանի որ այդպես պետական կառավարական այդ տեսակետով չկա ոչ մի տարածելու կամ այդ միջէթնիկական ինչ որ տոներ, փոփոխություններ եւ այլն։ Կարող ենք այստեղից սկսել ու նաեւ խոսել փոքրամասնությունների, ասես մշակույթի վերացման նշանների կամ այդ մշակութային դոմինացիան ինչ խնդիրներ առաջ է կանգնեցնում մեզ։ Չգիտեմ, եթե կարող եմ սկսել, եթե բանը Վրաստանում այս մշակութային հարցերը, հենց ազգամիջյան մշակութային հարցերը այս վերջին տարիներին այս բնակավարի հետ կապված խնդիրները ավելի աչքին արտահայտող են դառնում հենց սովետական միության քանդվելուց հետո տարբեր process-ներ են ընթանում եւ այդ process-ներից մեկը կարելի է համարել հայ եկեղեցիների մշակութային կառույցների իրավիճակը կոնկրետ հենց Թբիլիսիից կսկսենք,
հենց հայ եկեղեցիները, հայկական եկեղեցիները մեր մշակույթի, մեր ճարտարապետության մեջ հիմնական մաս են կազմում ու եկեղեցիների վիճակը հենց Թբիլիսի շրջանում բավական անմխիթարելի վիճակում են։ Պետք է նշեմ, որ հենց վրացական աղբյուրներում եւ տարբեր աղբյուրներում պահպանված է, որ մինչև սովետական կարգերի հաստատում է 22-ից 27 հայկական եկեղեցի է եղել, ինչպես պատճառներով սովետական իշխանությունների պատճառով իրենց մտադրմամբ քանդվել է մի քանիսը, բայց բավական մեծ մասը պահպանված է եղել ու պետք է նշեմ, որ Թբիլիսիում ունենք հիմա պահպանված ընդհանրապես գործող երկու եկեղեցի, ունենք նաև Շամքորեցոնց Աստվածածին եկեղեցին, որը Թբիլիսի ամենաբարձր գմբեթով եկեղեցին է, մշակութային շեդևր է կարելի ասել, ոչ միայն հայ մշակույթի մաս է կազմում հայկական մշակույթը, այլ նաև Թբիլիսի բազմազան մշակույթի ունիկալ կառույց է, որը այսինքն մասամբ քանդված է, իսկ մի մասում արդեն տենդեր է հայտարարված հողը գնվելու համար, որպեսզի հյուրանոց պետք է այդտեղ կառուցվի, այսինքն մշակութային կառույցը քանդվում է ինչ-ինչ պատճառներով ու այս ամենին ուշադրություն դարձնող չկա, այս մեկ օրինակներից մեկն է, տարիներ առաջ արդեն հիմնովին քանդվել է աշկի թողության պատճառով արդեն մեկ հայկական եկեղեցի ու այս խնդիրը պետք է նշել, որ տարբեր խնդիրներ ունենք մշակույթի բնակավարում, բայց հենց այս մշակութային կառույցների խնդիրը ամենալարվածն է ու այս լարված իրավիճակը, ամենածանր իրավիճակը մենք մշակույթի հետ կապված ունենք հենց Թբիլիսիում եւ սա ոչ միայն կառավարության պետք է նշել անթողության պատճառներ կամ քաղաքականության պատճառներ, այլ նաև տեղի հայ համայնքի անուշադրության պատճառներ, ինչքան էլ կոպիտ հնչի, մենք նաև բացի հայ համայնքից ինչքանով է այդ հարցին անդրադառնում թեկուզ հայ առաքելական եկեղեցին, ինչքանով է այդ մասով, չգիտեմ, բանակցություններ ասեմ, թե նույնիսկ օրակարգ տանում այդ հարցը, որովհետև տեսնում ենք, չգիտեմ, Հավլաբարում, թե մնացած վայրերում, որտեղ կա հայկական եկեղեցիներ կամ հայկական մշակութային ինչ-որ հուշարձաններ եւ այլն անուշադրության է մատնված, այսպես ասած, ու չգիտեմ, այստեղ բացի հայ համայնքից, չգիտեմ, հայ համայնքի ներկայացուցիչներ կարող ենք ասել նաև մենք ենք էթնիկ հայերս, որոնց որ այսպես ասած երկար տարիներ անհանգստացնում է այս հարցը, քանի որ տարբեր շրջանակներում, տարբեր հանդիպումների ժամանակ միշտ այս հարցի շուրջ խոսացել ենք, բայց ինչքանով է այդ հարցի շուրջ խոսում հենց եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, այդ մասին, չգիտեմ, կարծիքներ չկան, որովհետև չի լսվում, եթե խոսում է, պետք է, չգիտեմ, ավելի բարձրացան խոսի, ավելի բարձրացան այս խնդրին անդրադառնա, որպեսզի ինչ որ ձևով քո նշած եկեղեցիները, տարածքները, որոնք որ մշակույթային մեծ արժեք են ներկայացնում, հենց այդ բազմամշակության, Թբիլիսին որպես բազմազանության կենտրոն, այդ արժեքները պահպանելու համար, այդ հիասքանչ վայրերը, եկեղեցիները պահպանելու համար։ Սրա մասին մի քիչ տեղեկություն կուզեմ ասել, ոչ միայն հայ եկեղեցու գործունեության մասին, այլ նաև Հայաստանի կառավարությունների, եթե ես չեմ սխալվում, 2013 թվականին Հայաստանի մշակույթի նախարարներ կիներ, անունը չեմ հիշում, Թբիլիսի որ ժամանեցինք պաշտոնական այցով, հենց այց ունեցավ Շամքորեցոնց եկեղեցին ու բավական սկանդալային այց էր ու այնտեղ բարձ արտահայտվեց որ հայկական եկեղեցի ու ռեստավրացիայի իրավունք պետք է հանձնել ու այս բավական լարված իրավիճակ ստեղծվեց այդ ժամանակ երկու համայնքների միջև եկեղեցու ներկայացուցիչները կան այդտեղ նաև գիտեմ որ հայ նախկին կառավարության պաշտոնական դիրքորոշումներ այս հարցի վերաբերյալ այս կառավարության դիրքորոշումը չգիտեմ, բայց որոշ հանդիպումների ժամանակ կոնկրետ անուններ չեմ նշի, ես ինքս շատ լավ նկատել եմ, որ ներկայիս իշխանությունները, չգիտեմ, եկեղեցի հետ ինչպես են համագործակցում այս հարցում, բայց իրենց հստակ դիրքորոշումն այն է, որ այս հարցը Վրաստանի ներքին հարցն է, ոչ թե Հայաստանի, այսինքն այնտեղից մենք աջակցության հույս չպետք է ունենանք։
Նաև պետք է նշել, որ եթե անդրադառնում ենք ընդհանուր մշակույթին, հա, այս հայկական մշակույթը ընդհանրապես Վրաստանում, հա, չգիտեմ 10 տարվա կամ 100 տարվա պատմություն չէ, հա, սա դարերի պատմություն է, որը գալիս է դարերից, հայերն այստեղ ապրել են 19-րդ դարում հայերը Թբիլիսիում եղել են մեծամասնություն, ու իհարկե այդ ամենը ներկայացված հենց Թբիլիսի հենց ճարտարապետության ամեն ինչի մեջ, հա, տեսնում ես, հենց հիմա մենք նստած ենք Թբիլիսի կենտրոնում, Ռուսթավելի պողոտայում, քիչ Սոլոլակ, վերևը Հավլաբար, լերևուճում հայկական, այսպես կոթողներ են կամ հայկական այդ մշակույթի հետքը պահպանված է, այսպես ասած, բայց ինչքանով ենք այդ ինչքանով ենք պահպանում հետագայում այդ հետքը, որպեսզի կարողանանք ավելի ցուցադրել դարձնել։ Ցավալի է, կներեք, շատ ցավալի է, որովհետև եկեղեցին շատ մեծ դեր ունի այդ ավանդույթների պահպանման մեջ, ու ցավալի է, որ սենց մեկը փլուզվում է, ու սենց միգուցե եւ եկեղեցին շատ չի արտահայտվում, որովհետեւ այս ավանդույթները, որ պահպանվել են թեկուզ եւ Թբիլիսիում, այդ եկեղեցին շատ մեծ դեր ունի։ Այդ արդեն ավանդույթա, որ մենք միշտ գնում ենք Սուրբ Սարգիսին, նշում ենք այդ ավանդույթը, հետո Վարդավառը, բոլոր տոները հայկականության պահպանման հիմնական գործոնը եկեղեցին, պետք է նշել դա։ Օրինակ Սուրբ Սարգիսը ասելով, Սուրբ Սարգիսը հետաքրքիր տոնակատարություն է, քանի որ օրինակ Թբիլիսիում բացի հայերից, հա, նաև տարածված է վրացիների մեջ, ու գալիս են իրենք հայկական եկեղեցի այդ աղաբլիթները վերցնում, իրենց համար շատ հետաքրքիր։ Բայց նաև չունենք օրինակ հենց այդ տարածվածությունը թեկուզ Վարդավառի կապակցությամբ։ Այստեղ մենակ բերեք եկեղեցական տոնակատարություններից չխոսենք։ Օրինակ Վահան Տերյանի մասին խոսեցինք հենց սկզբից, որն որ, չգիտեմ, կամ Աշուղ Ջիվանի, որոնք որ ծնվել եւ մեծացել են, չթվարկեմ նաև Թբիլիսիում ինչ մեծամեծներ ունենք։ Ուղղակի ջավախ գնալով նորից հետ Տերյանին կամ Աշուղ Ջիվանոն, հա, իրենց տուն թանգարանները կա, իրենց օրը նշվում է ջավախքում, բայց չունի համընդհանուր տարածվածություն։ Հենց սրանում է կայանում խնդիրը, որ ես որպես հայ, հա, չգիտեմ, Ախալքալաքում կամ Նինոցմինդայում ապրող յուրաքանչյուր հայ, չեմ ասում խորացված ձևով, բայց գիտի թե ով է Տերյանը, գիտի թե ով է Աշուղ Ջիվանին, կամ կյանքում գոնե մեկ անգամ կարդացած ունի, չգիտեմ, Տերյանի բանաստեղծություններից կամ Աշուղ Ջիվանու ինչ-որ երկերից լսած ունի։ Բայց պետական կառավարման տեսակետից, հա, նաև ռեսուրսներ են, գումարներ կամ, չգիտեմ, մարդկային ռեսուրսներ են ծախսվում այս տոնը այդ օրերը նշելու, չգիտեմ, տուն թանգարանները պահպանելու եւ այլ մասով, բայց ինչ են անում, օրինակ այդ տոները տարածելու, որպեսզի բոլորի Վրաստանում ապրող բոլորի համար, հա, օրինակ հասանելի լինի թե ով է Տերյանը, հասանելի լինի թե ով է Աշուղ Ջիվանին, քանի որ իրենք ծնվել են հենց Վրաստանում, բայց իրենց, այսպես ասած, իրացումը, հա, ռեալիզացիան, այդպես ասեմ, գտել են Հայաստանում, այսպես, քանի որ հիմնականում իրենց այդ թողած ժառանգությունը, հա, բանաստեղծությունների, պոեզիաների եւ այլ տեսքով տպվել եւ հրատարակվել է հենց Հայաստանում, բայց իրենք ծնվել են եւ իրենց բանաստեղծությունները, չգիտեմ, պոեզիաների մեջ միշտ կա նշած իրենց ծննդավայրի մասին, ու մենք ուղղակի ինչ եմ ուզում ասել, ուղղակի ասում եմ, որ ծախսվում է ռեսուրսներ, այդ ռեսուրսները պետք է ճիշտ ծախսվի, որպեսզի մնացածի համար էլ հասանելի լինի, թե ով է Տերյանը, թե ով է, չգիտեմ, այդ ամենի մասով շատ քիչ է արվում, հա, մենակ տոնը նշելով էլի քեֆի տրամադրում։ Դա հայերի մեջ ենք նշում տոնը, իրանք չեն միանում ես։ Հայերի մեջ։ Թեկոզ օրինակ, չգիտեմ, ինչ որ ինչ ասեմ, այդ տոլմայի փառատոն են կազմակերպում եւ այլն։ Տոլմայի փառատոնը եթե հայերի համար է կազմակերպվում, հա, օրինակ Նինոցմինդայի կրթության եւ Նինոցմինդայի մշակույթի տանը ինչ որ ֆեստիվալ են կազմակերպվում, որն որ վերաբերվում է այդ կերակուրներին, հա, հայկական եւ այլն։ Եթե այդ կերակուրների ֆեստիվալին գնում են մենակ հայերը, կներեք, բայց այդ չի կարող դրական ազդեցություն ունենալ մշակույթի տարածման ու զարգացման վրա, քանի որ
ես ինքս գիտեմ որ թե ինչպես է պատրաստում պոտոլման կամ հայկական ընտանիքում եմ մեծացել փորձարկած ունեմ, հա, համը գիտեմ իր ձևի է կամ չգիտեմ իր պատմությունը, մշակութային այդ ամեն ինչը տեղեկացված եմ, պետք է տեղեկացնել մնացածին, քանի որ ապրում ենք բազմաէթնիկ պետության մեջ ու այդ ամենը շատ կարևոր է։ Այստեղ կավելացնեմ մի բան, որ այս փառատոնները լինում է թե Տոլման, թե Հարիսյան, ես նկատել եմ, որ եթե անգամ վրացերենով ինչ-որ մի բան գրվում, ուշադրությունը դրվում է ոչ թե նրա վրա, որ մենք ունենք, ասենք, Տոլմայի փառատոն, այլ Տոլմայի ծագման մասին, որ արդյոք դուք իրավունք ունեք տենց փառատոն անցկացնեք, այդ ծագումնաբանության վրա է շեշտը դրվում ու ոնց որ դրա համար էլ տարածմու չի լինում, ինձ թվում է, նաև որովհետև ուշադրությունը դրում են հենց դրա վրա, որ արդյոք այդ ձերն է, արդյոք դուք իրավունք ունեք այդ բանը անցկացնեք ու վատ ազդում։ Հա, շատ թեմաներ անդրադարձանք, բայց նաև պետք է մեկ թեմայի, որն որ շատերիս համար հայտնի է այսպես մշակութային դոմինացիա, հա, այսպես գեշ իշխանություն, հա, ինչ որ կոնկրետ մշակույթի, որն որ օրինակ եթե անդրադառնանք առաջի էս մեր երկրորդ ոդկասթում, հա, սրանից առաջի ոդկասթում խոսացինք կրթության մասին, օրինակ եթե վերադառնանք կրթության թեմային, ինչքանով է կրթության օրինակ, չգիտեմ, պատմության կամ աշխարհագրության կամ հիմա էլի ուրիշ առարկաներ կան ներգրաված կրթական դպրոցական կրթական process-ների մեջ, ինչքանով է էթնիկ փոքրամասնությունների մասին խոսում օրինակ դասակարգերում պատմության կամ աշխարհագրության, հա, չկա ոչ մի խոսակցություն, ոչ մի օրինակ կարող է խոսել Սամխեջավախիդի ռեգիոնի մասին այնտեղ պատմության կամ աշխարհագրության դասակարգում, բայց այնտեղ նշած չկա, որ այդ տարածքում մեծամասնությունը էթնիկ հայեր են, չկա նշած իրենց պատմությունը թե ինչպես են բնակություն հաստատել էթնիկ հայերը, չկա նշած թե ընդհանրապես ոչ մենակ դասակարգերում, օրինակ վերջերս շատ այսպես բիզնես կազմակերպություններ, որոնք իրենց այսպես ասած բրենդի կամ չգիտեմ եւ այլ մասով փոքր տեսահոլովակներ, վիդեո տեսահոլովակներ նկարահանում, խոսում են Ջավախքի լեջերից, այդ բազմերանգ բնության թռչունների, չգիտեմ եւ այլ մասին, բայց այնտեղ չկա ու ժողովրդի մասին, բայց այնտեղ չկա նշած, որ այստեղ արդեն 2 տարից ավել է կոմպակտ ապրում են էթնիկ հայեր, հա, ու 2 տարի արդեն շատ մեծ այսպես ասած ժամանակ է, իրենց այսպես ասած արդեն այս ժողովուրդը իրենց մշակութային եւ այլ հետքնա թողնում այդ տարածքի վրա, չգիտեմ, կան հայկական եկեղեցիներ, ապրում են նաև հայ կաթոլիկներ եւ այլն, ու այդ մասին ոչ մի բան չկա նշած, ու այս մասին այսպես ասած շատ քիչ ենք խոսում, հա, եթե նորից էլի անդրադառնանք էլի դպրոցին, այս դոմինացիան, մշակութային դոմինացիան ինչով է, հա, արտահայտվում էլի լեզվի մասով, հա, օրինակ չգիտեմ, պարտադիր պահանջ է, իհարկե արտարացված պահանջ է, արտարացված է, որ պետք է էթնիկ փոքրամասնությունները իմանան պետական լեզուն ու ամեն ինչ այդ ուղղությունով է տարվում։ Օրինակ շատ դեպքերում տեսնում ենք վիդեոներ դպրոցներից նկարահանված, թե էթնիկ ներկայացուցիչները, հա, չգիտեմ, ադրբեջանա լեզուներ, թե հայ լեզու դպրոցներում, ինչպես են Վրաստանի հիմնը այսպես արտասանում, երգում ու այդ ամեն ինչը պատրիոտ ձևով նկարահանում դրվում է, որպես տեսեք, թե չգիտեմ, հիմն ասելով կամ հիմն երկելով դպրոցում այդ աշակերտներին հիմ սովորեցնելով, այն կոնկրետ խնդիրը, որը դրված է այդ մարդկանց առջև, այդ խնդիրը չեք լուծում։ Օրինակ լեզվի իմացություն, հա։ Դուք հետ նշեցիք նաև այդ երկլեզու ուսուցման հետ կապված նախորդ բանում խոսեցիք։ Նո, մշակույթի տեսանկյունից էլ, հա, այստեղ ինչ արտահայտված, այստեղ արտահայտված է մշակույթի դոմինացիան, որ պետությունն ինչպես է նայում, հա, օրինակ համակարգն ինչպես է նայում էթնիկ փոքրամասնություններին, որ կարևոր է ես մեծամասնություն եմ, իմ մշակույթը դուք ընդունեք, բայց դու որ փոքրամասնություն ես, մեծամասնությունը քո մշակույթը հետաքրքիր չէ։ Ու նաև հետագայում կարող է, այսօր կարող ենք այդ մասին խոսել, թե ինչքանով եթե մեծամասնությունն հետաքրքիր չէ,
եթե pedagogan համակարգը հետաքրքրված չէ քո մշակույթը ինչ որ ձևի սատարելու կամ ինչ որ խարտաճերա աջակցություն, հա, խրախուսակ կամ աջակցություն տրամադրելու այդ ամենին, որովհետեւ քո մշակույթը նույնպես մնացածի համար հայտնի լինի, մնացածի համար ընդունելի լինի եւ այլն։ Գալու է մի օր, որ ընդհանրապես կարող ենք, չգիտեմ, այդ մունիցիպալիտետներում, այդ մշակույթի տներում ընդհանրապես չթույլատրվի հայկական երաժշտություն կամ հայկական պարերի դասընթացներ անցկացնելու եւ այլ մասին։ Չգիտեմ, այս հարցին դուք ոնց եք վերաբերում, ինչ կարծիք ունեք։ Իմ կարծիքով քաղաքական իրավիճակը թույլ է տալիս այդ մասին խոսելու, որ եթե համեմատենք հարևան Ռուսաստանի հետ, որտեղ հայ ամենամեծ համայնքն է ապրում, որտեղ ենք տեսնում հայ համայնքին ավելի շատ հերոստա տեսություններով, չգիտեմ, ինչ որ կոնկուրսների մասնակցելուց, որտեղ իրենց ձայնային տվյալների շնորհիվ, թե իրենց այդպես ինչ որ այդ շնորհքի շնորհիվ այդտեղ ենք տեսնում ձայնային ինչ որ կոնկուրսների մասնակցելով, երկեք ինչ որ կոնկուրսների մասնակցելով եւ այլն, բայց չեն կարող խոսել մշակույթի պահպանման։ Կարող եք նաև լեզվի մասով ուրիշ տեսանկյունից տեսնել մայրենի լեզվի պահպանումը դպրոցներում, քանի որ մայրենի լեզվի մասով էլ շատ խնդիրներ ունենք։ Ու ավանդույթները շատ խոսեցիք, իմ կարծիքով այս ինքնության մշակույթի լեզվի մասով, որոնք որ այսպես կապակցված են իրար հետ, կարող ենք ու նաև սոցիալականացման, հա, խնդիր կա, հենց լեզվի մասով կարող ենք այդ մասին խոսել։ Ինչ կլիներ, եթե մտածեցի, եթե փոքրամասնությունների գրականությունները ներկայացված լիներ վրացական գրքերում, որ լիներ, որ օրինակ Հովհաննես Թումանյանից, հենց Տրյանից էլ որ ինչ մի բանաստեղծություն եթե լիներ, մենակ հայերից չէ, բնականաբար ադրբեջանցիներից էլ, ինչի՞ չէ, որպեսզի հենց փոքր տարիքից վրացների վրացական դպրոցներում սովորողների մոտ առաջացնել սեր, ոչ թե սեր, այլ գոնե փոքր հասկացողություն, որ այս մարդիկ նույնպես գործունեություն են ծավալը Վրաստանում, որ դա լիներ, նաև կնպաստեր, որ շատ օրգանիկ ձևով կբերեր կհանգեցներ նրան, որ վրաց լեզու դպրոցներում վրացալեզուները կսովորեին, կիմանային, կունենային մի փոքրիկ ինֆորմացիա ու նաև չգիտեմ, կհարգեին մեր կուլտուրան ու կնպաստեին, որ այն պահպանվեր կամ փոխանցվեր, կմասնակցեին նաև։ Այստեղ մենք խոսեցինք պոետների մասին, պոետներից սկսեմ, հետո այս կրթական համակարգի խնդիրներով ավարտեմ։ Պոետների մասին խոսեցինք, ճիշտ է Տերյանը Չիվանին Հավասին Վրաստանում են ծնվել, բայց միայն հայերեն լեզվով են իրենց գործունեությունը ծավալել ու այստեղ որոշ պատճառներով արդարացի չէ իհարկե, բայց որոշ պատճառներով կարելի է հասկանալ վրաց հասարակության մեջ ինչի ծանոթ չեն կամ հենց ինտելեկտուալ հատվածներում, բայց շատ ցավալի է, զարմանալի է ու դատապարտելի է նույնիսկ որ մեծամասնությունը հատկապես նոր սերունդը չգիտի ով է Սայաթ Նովան։ Սայաթ Նովան հենց Կովկասի այն յուրահատուկ մատների վրա հաշվող գործիչներից, պոետիկ գործիչներից մեկն է, որը ստեղծագործել է վրացերենով եւ հայերենով եւ նույնիսկ պարսկերենով կամ թեկուզ ներկայիս ադրբեջաներենով, այսինքն ինքը ընդհանուր Կովկասի ընդհանրականացված պատկերն է այդ մարդու, իշքան ցավալի է, որ վրաց հասարակությունը այդ մարդու մասին մինիմալ կրթություն չունի, մինիմալ տեղեկություն չունի։ Սայաթ Նովան ուղղակի մեկ օրինակ հետո շարունակեմ։ Օրինակ դպրոցում Սայաթ Նովայի հայ գրականության քաշքերի մեջ կար Սայաթ Նովա։ Եվ շատերի էլի Սայաթ Նովան ու Տերյան հասկանալի հայ գրական, բայց Սայաթ Նովայի մասին է խոսքը, քանի որ Սայաթ Նովային հիշեցի, Սայաթ Նովային այստեղ Սայաթ Նովայի տոնն էլ նշում են եւ այլն ավելի մեծ կերպով, բայց ես ինչքանով անձնապես ներկա չեմ եղել, ուղղակի Թբիլիսիում չլինել պատճառով, հա, ռեգիոնից չեմ կարողացել գալ անձնական պատճառներով եւ այլն, բայց այստեղ էլ չեմ տեսել, որ Սայաթ Նովայի տոնը վարտատոն, հա, երևի, վարտատոնը նշվի ու լինեն բարձր պաշտոնյաներ, չգիտեմ եւ այլն, ովքեր կառավարությունից կամ եւ այլն, ովքեր կարող են գալ եւ խոսել, արտահայտել,
Sayat Nova-ի մասին եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել։ Sayat Nova-ի մասին կա հայ գրականության քրկերում, Sayat Nova չկա ոչ վրաց լեզվի քրկերում չկա Sayat Nova-ի մասին։ Երբ վրացական իր գործունեությունը ավելի շատ է երբ որ Sayat Nova-ն կարող ես ներկայացնել ամենավառ օրինակներից մեկ, թե ինչպես պետք է լինի այդ միջեթնիկական այդ հարաբերությունները, մշակույթը եւ այլն, քանի որ Sayat Nova-ն այն վառ օրինակներից մեկ, ինչպես նշեցին, մի քանի լեզվով է, հա, եւ ստեղծագործել հայերեն, վրացերեն, պարսկերեն, բայց ցավոք սրտի իրոք դատապարտելի է հատվածը, իրոք, որովհետեւ ինքը ավելի շատ ստեղծագործել է, եթե չեմ սխալվում, վրացերենով, հետո հայերենով, ու վրաց հենց լիտերատուրայի այդ դասընթացների ժամանակ այս մարդու մասին պետք է սովորեցնեն որպես վրաց ստեղծագործող, ոչ թե վրացի, այլ վրաց ստեղծագործող, վրացերեն լեզուն հարստացնող մարդ։ Նու ես Sayat Nova-ն նշեցի, նաև այստեղ ուրիշ գործիչներ ունենք։ Շատ մարդ չգիտի Արամ Խաչատրյանին, աշխարհի ամենամեծ կոմպոզիտորներից մեկին, Փարաջանովին մասին երևի հայ գործիչներից ամենաշատը Փարաջանովն է այստեղ հայտնի, բայց Արամ Խաչատրյանը շատ մեծ է Փարաջանովը։ Այո, բայց պետք է նշել, որ այս մարդիկ անշուշտ Թբիլիսում բոլոր ժամանակներում ծնված ամենահայտնի մարդկանց մեջ է մտնում։ Տես մի ուրիշ դրվագ էլ կա, հա, օրինակ երբ որ խոսում ենք Փարաջանովի մասին, վրաց հասարակությունում, հա, առաջանում է այսպես փոքր լեզվական կոնֆլիկտ, որ Փարաջանովն ավելի շատ Վրաստանից է, հա, թերգոց չէ, էթնիկ պատկանելություն հասկանալի է, որ Վրաստանից է, իրեն ավելի շատ է մեծանում եւ այլն, բայց մնացածի դեպքում այդպես չէ, ցավոք սրտի։ Ցավոք սրտի էլ է Վրաստանից ու գոնե մինիմալ պետք է գրքերի մեջ լինի։ Հա, օրինակ նաեւ հայ համայնքից, չգիտեմ, կառավարության մասով արդեն նշեցի, թե իրենք ինչ պետք է անեն, հա, չկա այդ աջակցությունը կառավարության կողմից որպեսի, ու մենք հայ համայնքի այդ շատ ներկայացուցիչներ, ովքեր այսպես վառ կերպով արտահայտված են այդ տոներին, միշտ այդտեղ ներկայացված են եւ ելույթներ են խոսում են եւ այլն, ինչ խնդիր եմ տեսնում եմ այն խնդիր, որ այս մարդիկ շնորհակալ են մենակ նրա համար, որ գոնե թույլ են տալիս, որ իրենք նշեն ու դա ինչ որ մեծ, չգիտեմ, ձեռքերով դրա իրավունքը չունենք, դրա իրավունքը մենք շատ ձևերով ունենք, դրա իրավունքը ունենք նաեւ շրջանական կոնվենցիայով, որի ռատիֆիկացված է 2005 թվականից Վրաստանի, բայց ցավոք սրտի Վրաստանը օրենք ռատիֆիկացումից հետո իր պարտականությունները, այսպես ասած, իր վրա վերցրած պետությունը որպես իր վրա վերցրած պարտականությունները չի կատարում, այնտեղ վառ կա արտահայտված, որ մշակույթի եւ ինքնությունը պետք է յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնություն կարողանա պահպանել։ Այնտեղ կա նաեւ ասված, որ որտեղ կոմպակտ ապրում են, պետք է իրենց համար այդ պետական մարմինների հետ շփումը հասանելի լինի պետական իրենց համար մայրենի լեզվով, որը նույնպես չի պահպանում եւ այլն։ Դրա այս ամենը, այսպես չգիտեմ, դրական ոչինչ չկա, ինչ որ խոսեցինք, բայց դրական մեկ փաստ կա, մեկ օրինակով ուզում եմ նշել, չգիտեմ, եթե դուք ինչ որ բան ունեք ավելացրեք այս ամենի մասին, այս մշակույթային ինքնության, մշակութային դոմինացիայի, ինքնության խնդիրների եւ այլն, թե ինչպես պետք է պահպանենք մեր ինչ որ խոսացինք այդ Մարիանա։ Լեզվի մասն է ուզում ավելացնել, որ զարմանալի անգամ, որ դատարաններում, դպրոցներում, տարբեր կառույցներում հասանելի չի հայերեն կամ ադրբեջաներեն բոլոր ռեսուրսները, օրինակ, չգիտեմ, փաստաթուղթը ստորագրելը կամ ինչ որ մի բան կազմելը, որ դրա հասանելիությունը անգամ չկա մայրենի լեզվով ու մարդիկ, չգիտեմ, կամ չեմ կարողանում կազմել, որովհետեւ վրացերեն չգիտեն ու գործի սակ միշտ կներեք հայերենով չեմ հիշում, վրացերենով չեն կարողանում կամ էլ շատ են չարչարվում, այնպես որ անգամ զարմանալի է, որ դա չկա։ Կամ ինչ որ ֆինանսներ են ծախսում, նոտարիուսներով եւ այլն, թարգմանելով ծախսում հազար անգամ։ Այնց է տպավորությունը, որ օրինակ թեգուս յուրաքանչյուր այդ հասարակական տուն ասվածը, արտադրության տները եւ այլն, այնց է տրամադրություն, չգիտեմ, համակարգ է ստեղծվել, որ
արտարադատության տունը համագործակցում է նոտարիուսի աշխատողների հետ, որ երկուսն էլ փող աշխատեն, այդպես ասեմ, չգիտեմ, յուրաքանչյուր փաստաբանական գործընթաց տեղում թեկուզ օրինակ նինոցմին դախալ կալակում, որտեղ էթնիկապես հայեր են աշխատում, կոմունիկացիան իհարկե հայերեն լեզվով է, բայց փաստաթղթերը, ինչպես նշեցիր, վրացերեն լեզվով է, ու իրենք պահանջում են, որ դու գնաս թարգմանես նոտարիուսով այդ ամեն ինչը, որովհետեւ հասկանաս կամ չգիտեմ դիմում գրելու համար էլ նորից վրացերենով տաս դիմում գրել, բերես եւ այլն, որոնց կարելի է ուղղակի համապատասխան թարգմանչի ռեսուրս ներդնելով, ով որ կարող է այդ փաստաթղթերը թարգմանել ոչ մենակ բառացիորեն, այսպես բանավոր թարգմանություն, այլ գրավոր, որտեղ այդ իրենց այդ փաստաթղթերը նույնպես կտրամադրվեր։ Այո։ Իսկ ընդհանրապես ես չունեմ ինֆորմացիա, արդարադատության տունը ունի հայերեն կամ ադրբեջաներեն օպերատոր, որ ես կարամ զանգեմ ու հայերեն հարցնեմ։ Տեղյակ չեմ, թե ունի թե չէ, բայց վերջի 1 թե 2 տարվա ընթացքում 112-ը, այդ շտաբ օգնության համար կամ յուրաքանչյուր բանի համար, եթե զանգարում ես այնտեղ ու պահանջում ես հայերեն կամ ադրբեջաներեն օպերատոր, իրենք տրամադրում են։ Այս վերջերս 1 կամ 2 տարի է, չգիտեմ, երևի։ Ոչ շատ, 2 տարից ոչ շատ է։ Այս վերջերս նաև այսպես օրակարգ մտցնելով բազմաթիվ անգամ այսպես խոսելուց մի քանի այդպես պետական ծառայական կայքեր, թարգմանվեցին հայերեն լեզվով, ինչքան հիշում եմ, որից մեկը սոցիալական այդ պաշտպանության եւ այլն մացնեի մեջ կա, օրինակ խնդրականության օրենքը, որ նոր թարգմանված է հայերենով եւ այլն, բայց դրանք շատ չեն։ Խնդիրը օրինակ դատարաններում թարգմանությունը, թարգմանիչ իհարկե տրամադրում են, բայց թարգմանությունն է շատ վատ որակի։ Օրինակ Ախալքալակիում դատարանում 20 թվականի թե 21 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ ես երկարաժամկետ դիտորդ էի, այնտեղ մի դեպք ունեցանք, որտեղ գրված սաճիվարին էլի դատական հայց ներկայացրինք եւ այլն, ու այդ դատական հայցի ժամանակ ոչ թե ես, այլ Սաուլքոյի նախագահ պահանջեց թարգմանություն, խնդիր չէ, սովորական, եթե վրացերեն լավ չես տիրապետում, կարող ես պահանջել թարգմանություն, ու թարգմանչը էթնիկ վրացի էր, Ախալքալակում ապրող, ու այսպես գրական հայերենով, այսպես ասեմ, չէր կարող բարբառով էր թարգմանում Ախալքալակի, ու քանի որ ես հասկանում էի վրացերեն, ճիշտ է ժամանակ նոր էի ավարտել համալսարանը, բայց ու իրավաբանական կրթություն չունեի, ուղղակի այդ շատ լինելու պատճառով էլ այդ սաճիվարները եւ այլ հայցերը մեր օրգանիզացիայի կողմից այն ժամանակ աշխատում էի ISFET-ում որպես երկարաժամկետ դիտորդ, ու այդ ժամանակ ես մասնակցել էի այդ բանին, ուղղակի ես մեր իրավաբանի հետ ամբողջ այդ կոնսուլտացիան անցել էի, գիտեի ինչ պետք է խոսեի, ինչ ասեի, ու այդ ժամանակ առաջին անգամ այդպես հանդիպեց այդ թարգմանական ռեսուրսին, թե ինչպես է թարգմանիչը թարգմանում։ Ու պարզեր, որ օրինակ ես որպես հայ ոչինչ չհասկացա, մանավանդ իրավաբանական տերմինոլոգիան շատ ավելի բարդ է, քան մյուս, Եվ այլն, այսպես շատ բացեր մասին կարող դրական օրինակ ինչ ուզում էի մի օրինակի մասին խոսել, օրինակ Ախալքալակիում ծրագրերից մեկի ժամանակ, երբ որ իմ ընկերների հետ վրացիներ էին, ընկերների հետ միասին գնացինք Ախալքալակ եւ ուզում էինք հանդիպում ունենալ թե տեղի գյուղի բնակիչների հետ, թե տեղի կառավարության, տեղական կառավարության քաղաքապետ տեղակալ եւ այլն Սակրեբուլոյի նախագահի հետ շրջելու ժամանակ Ախալքալակում նկատեցինք մեկ բան, իհարկե շատ շուտ նկատել էի, գիտեի, քանի որ մոտիկ եմ Ախալքալակին եւ այլն, այնտեղ հասցեները փողոցների գրված է 3 լեզվով, վրացերեն, անգլերեն ու հայերենով, էլի։ Միակ դրական process-ն է, որ էթնիկ փոքրամասնություններով, այսպես ասած, մեծամասնությունը կոմպակտ ապրող քաղաքում
փողոցների անունները գրված է թե հայերենով, թե վրացերենով։ Ես չգիտեի, շատ լավ է։ Որնոր հենց նույնն Քվեմոքարտլի։ Չէ, Քվեմոքարտլի մասին ավելի վատ։ Այնտեղ մենակ վրացերենով է գրված, Իշխանովի ընկերները ասեցին ու այս ամենի մասին նաև հետո Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպում ունեցանք, Ամերիկայի դեսպանների հետ հանդիպում ունեցանք, իմ ասածը 3 տարի առաջվա պատմությունը, 3 թե 4, 21 թվականին 4 տարվա պատմությունը արդեն, ու այդ մարդիկ էլ այդ ամեն ինչը դիտարկում են դրական, այդ շրջանական կոնվենցիայով, վերծված իրավունքներ, որոնք որ պետք է հասանելի լինի փողոցների անունները, որոնք շատ հասարակ բան է, ու բացառիկ մենակ ախալքալակի կարգով, որտեղ որ հասանելի է այդ հասցեները թե հայերենով, թե վրացերենով։ Դե եթե ստապոկությունը 2 տարի է գործում հայերենով, ինչ ենք պահանջում։ Ու իրենք միշտ, չգիտեմ, ուրիշ Թբիլիսիում ուրիշ ժամանակ հանդիպումներ ունենալուց ախալքալակի միշտ դրական կոնտեքստով էին օրինակ վերում, որ այստեղ մնացած թե այնտեղ ինչ համակարգ կա, տեղական կառավարությունն իսկ ծեվի աշխատում, չգիտեմ, ժողովրդի այդ աղքատությունը եւ այլն, սոցիալապես անապահովությունը, չգիտեմ, հողերի խնդիր եւ այլն, էդիկ արդեն իրենց այդպես առաջնային չէր, առաջնայիններն որ տեսեք այս կոնվենցիայով հաստատված իրավունք, որ նոր ախալքալակով իրագործվում է։ Շատ խնդիրներ կան նաև Քվեմոքարտլիում ավելի շատ գյուղերի անվանումների հետ կապված։ Օրինակ Նինոսմինդայում կա Գանձան, գրած է Գանձանի։ Շատ վտանգավոր քաղաքականության է հատվածը իրականում։ Գանձանի վրացերենով է։ Գանձանի, բայց Գանձանի իրանք նախ այս Գանձան վրացերենով հենց Գանձա շատ սովորական ձևով կարելի արտահայտել ու պետք է նշել, որ այստեղ Ջավախքի ներկայիս գյուղերի մեծամասնությունը զուտ հայկական ծագումնաբանություն ունի, որոշները թուրքական ծագումնաբանություն ունեն, նրանից ելնելով, որ Արևմտյան Հայաստանի 5 գյուղերի անվանումներն են այստեղ բերած, դե այնտեղ թուրքերի չափումը շատ է եղել Բայց այդ պատմական process-ներից ժողովրդի համար հասանելի է Գանձա։ Օրինակ կարող ենք մեկ ուրիշ, օրինակ մենք Ջավախքին վրացերենով Ջավախետի, չէ՞, մենք Ջավախք ենք անվանում ու իրենք այդ երբ որ գրում են կամ չգիտեմ եւ այլն Ջավախք բառը վրաց հասարակությունում այդ ամենը շատ վատ է դիտարկվում, թե ինչու Ջավախք, թե ոչ թե Ջավախիստական ինչ-որ բաներ, այդ նույնը ինչ է Վրաստանը հայերենով Սաքարտվելու ուզեն ասելու պահանջ ունենան իրանք, ոչ թե Վրաստան, դե Ջավախքն էլ հայկական իր այդ շրջանի անվանումն է։ Շատ նորմալ է։ Ու ես ուղղակի sense ոնց որ պատրվակ լինի, որ ասեն, այ նացիոնալիստական իրանց այդ ինչ որ մոտիվացիաները իրանք ուզում են առաջ տանեն։ Բայց եթե նացիոնալիստական քաղաքականության մասին խոսելուց ունենք, ամենաառաջինը պետք է հենց պետության կամ չգիտեմ Վրաստանի երկարաժամկետ 90-ական թվականներից դեռ այդ նացիոնալիստական քաղաքականության մասին խոսենք, երբ որ այդ նացիոնալիստական քաղաքականությունը բերեց նաև տարբեր կոնֆլիկտների հենց Վրաստանում։ Ու իրանք ամենակիչ ձայները հավաքել էին հենց այն հայերի շրջանում կամ էթնիկ փոքրամասնությունների շրջանում, որովհետև վրացիները Վրաստաներ, չէ՞, այդ կարգախոսը, որ նոր այդպես շատ մեծ վատ հետքեր ունեցավ։ Իհարկե։ Չգիտեմ, եթե այսպես կանք վերջնական, քանի որ շատ խոսեցինք, իմ կարծիքով հետաքրքիր սրույց էր այս մշակույթի թեմայի շուրջ։ Եթե այսպես վերջնական այս հարցը ամփոփենք, պետության ու հասարակության հասարակական կազմակերպությունները, չգիտեմ, թեկուզ քաղաքացու, սովորական քաղաքացու, Վրաստանի քաղաքացու, Տալինի էթնիկ հայ, ադրբեջանցի եւ այլն պատասխանատվություն ինչում է կայանում, որպեսզի այս բազմամշակութային հարստությունը պահպանենք։ Ես կարող եմ սկսել մեկ օրինակով, հետո որպեսզի դուք այսպես 2 րոպե որպեսզի ավարտենք այսօրվա ոդկասթը։ Չգիտեմ, ինչքանով եք տեղյակ, Ջավախքում կա այսպես ասած հետանոսական դարաշրջանի կառույցներ, հուշարձաններ, բազմաթիվ գրեթե յուրաքանչյուր տեղում կարող ես տեսնել այդ ամեն ինչը,
չգիտեմ, մենք անվանում ենք քյորօղլու բերդ, այդպիսի բերդեր շատ են, կա նաև փոքր դամբարաններ, գերեզմաններ եւ այլն, որոնք որ հենց 11-10-րդ դարի կամ չգիտեմ ավելի ուշ դարաշրջանների ժառանգական այդպես թողնված հետքեր են, որոնք որ մնացել են մինչև այսօր, բայց չեն պահպանվել։ Կարող եք տեսնել, չգիտեմ, 12-րդ դարում մենք թամարի կամուրջներ ենք անվանում 11-12-րդ դարում կառուցված, բայց ելի նույնպես շատ վատ վիճակում են։ Ոչ մենակ, ամեն ինչում, չգիտեմ, օրինակ վերջերս մի դեպք, որտեղ այդ հանածոնները ավազի տեսքով, ավազաքարի հանք կա ու կողքին կա այդ գերեզմանները, դամբարանների, փոքր դամբարանների տեսքով, որն որ պետք է պահպանել, ու դա պետք է լինի պետության պարտավորություններից մեկը։ Օրինակ ես որպես ակտիվ քաղաքացի, որպես հասարակական կազմակերպությունների մեջ աշխատող, բազմիցս նշել եմ, բազմիցս վիդեոներով, չգիտեմ, նկարներով եւ այլն ցույց եմ տվել, որ այս ամենը պետք է պահպանել ու դա պետական պարտականություն է, պետական կառավարման համակարգի պարտականությունը, որովհետեւ այս մշակութային ժառանգությունը պահպանի։ Բայց ցավոք սրտի, չգիտեմ, այդ ավազը հանքից մի քիչ 10 մետր, 20 մետր այս կողմ, էլ նորից եկել որտեղ որ այդ գերեզմաններն է, էլ նորից ավազի հողի տակ ավազի հանք կա, ու նորից այդ ավազի հանքի այդ ամբողջովին այդ կողքերը, այդ փոքր գերեզմաններն ու սկսել են նորից այդ փորել ու ոչ մի այսպես պետական հսկողություն չկա այդ ամենի վրա, հա։ Սա այն օրինակներից մեկն է, որ չգիտեմ, եթե չենք պահպանում այդ հնությունը 11-10-րդ դարի, 9-րդ դարի, որոնք որ դեռ կարելի է պահպանել ու այդ ժառանգությունը մենակ պահպանելով չէ, հա, այդ ժառանգությունը պահպանելով կարող ես, չգիտեմ, քո թեմում, քո համայնքում ապրող մարդիկ կարող են հավելյալ եկամուտ ստանալ այդ տուրիզմի տեսքով, հա, ովքեր տուրիստներ, ովքեր որ հետաքրքրում է գալիս տեսնում են, ոչ մենակ այս ամենով Ջավախքում ապրել են նաև շատ տարբեր էթնիկ ազգեր, կրոնական փոքրամասնություններ, ինչպիսին են այսօր դուխոբուրները եւ այլն, որոնց ժառանգությունը, այդպես ասեմ, այդ մշակութային ժառանգություն պահպանել նույնպես խնդրի առաջ են կանգնած եւ այլն։ Այս օրինակը նշեցի նրա համար, որ իրականում պետական ոչ մի հսկողություն չկա, պետական ոչ մի ծրագիր չկա այդ ամեն ինչը պահպանելու համար։ Կարող եք տեսնել նաև իմ կարծիքով կոչվում է հետազոտական կենտրոն Կլևի ցենտրի վրացերեն, որտեղ որ ուսումնասիրված է ամբողջ Ջավախքի գյուղերի, հա, այդ թողնված ժառանգությունը ու ոչ մենակ այդ 9-10-րդ դարի այդ հետանոսական շրջանի ժառանգությունը, այլև հայկական եկեղեցիներ, որոնք որ կառուցվել են 1826 թվականներից ի վեր եւ այլն, ու այդ ամենի համար չկա ոչ մի պետական վերահսկողություն, չկա այդ ծրագիր, որն որ այդ հնությունները պետք է պահպանի եւ այլն։ Այս բաց թողնվածության համակարգում ինչպես եք տեսնում, ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք պաշտպանել այն ժառանգությունը, որն որ դերևս հասանելի է մեզ։ Երևի մեր վրա չէ, այս պատասխանատվությունը մենք պետք է անենք, որովհետեւ ոնց որ նշեցիք ծրագրեր չկա, չգիտեմ, հետաքրքրություն մեր վրա այս պատասխանատվությունով ես իմ օրինակը բերեցի, թե ինչքանով եմ, ինչ եմ արել ու որտեղ եմ դիմել եւ այլն ու ոչ պատասխան չեմ ստացել ու հիմա էլ նորից այդ ավազը հանում են, էլ նորից այդտեղ մնացած այդ փոքր այդ դամբարանների տեսքով այդ գերեզմանոցները վտանգված է եւ այլն, չգիտեմ, էլ ինչ կարելի անել, երբ որ պետական համակարգը չի տեսնում, որ իր մշակույթը պետք է պահպանի։ Իր մշակույթը, մենակ մեր մշակույթը, իրանց իր մշակույթն էլ է։ Կարևոր է։
Դու շատ լավ սկսեցիր յուրաքանչյուր քաղաքացուց 6 գներես տադելու համար կարող ես շարունակել։ Հա, երևի ուղղակի հետաքրքրություն առաջացնենք մենք նաև վրացների ուրիշների մեջ, որ ասենց հետաքրքիր բան կա Սամս Խոջավախեթիում, ոնց որ նշեցիք, այդ դամբարանները, հանքը եւ այլն կամպանիա միգուցե ստեղծվի, որպեսզի դա ներառվի գրքերի մեջ, ինչքանով է ներառված, չգիտեմ, որ լինեն տուրեր այդտեղ ուղղակի հետաքրքրություն առաջացնեն, որպեսզի մարդիկ իրենք ցանկանան դա պահպանել։ Հասկանա, որ այդ իրենցն էլ է։ Մենք սկզբից խոսեցինք Թբիլիսիի ժառանգության մասին, որն ավելի մեծ է, քան իմ նշածը յուրաքանչյուր հայի համար։ Նաև մեկ օրինակ եմ ուզում բերել, երբ որ անցյալ տարի էր իմ կարծիքով Սունդուկյանի փողոցի անունը երբ որ փոխեցին ու բոլորս, չգիտեմ, սոցիալական հիմա հիմնականում ակտիվանում ենք այդ բայերով սոցիալական հաշտագներում, հա, չգիտեմ, պոստեր գրեցինք եւ այլն, նշեցինք այնտեղ Սակրեբոլո, Թբիլիսի մերիա եւ այլն, ու մի քանի օր անց իմ ընկերներից մեկը գրում է, որ քո պոստը մի քիչ անտեղի է, որովհետեւ Սունդուկյանի անվան փողոցը ճիշտ է հանել են, փոխել են Սունդուկյանի անվան փողոցը, բայց Հավլաբարում այս նոր պուրակն թե չգիտեմ որտեղ ինչ որ փոքր պարկի թե ինչ որ անունը դրել են Սունդուկյանի անվանումով։ Ու դրա համար ինչ որ այդ փոփոխությունը այդպես շատ ծանր մի տարեք էլի, այդտեղ բան չկա, ուղղակի մի փողոցի փոխել են, բերել են Հավլաբար, քանի որ Հավլաբարում ինչքան հիշում եմ Մարջանաշվիլիում գտնվում Սունդուկյանի այդ փողոցը, հիմա տեղափոխել բերել են Հավլաբարում ու քանի որ Հավլաբարում ապրում են հայեր եւ այլն, այդպես իրենց համար էլի որ։ Հա, Սունդուկյանը ձեզ։ Հա, բայց Սունդուկյանը մենակ մերը չէ, ցավոք, Սունդուկյանը ծնվել եւ մեծացել Թբիլիսիում, առաջի հայկական թատրոն եւ այլն, ոչ մենակ, բայց ցավոք սրտի այդ օրինակը նույնպես բերում է նրան, որ գնացեք ինչ ուզում եք արեք։ Այստեղ ընդհանուր առմամբ պետք է նշել ընդհանուր Վրաստանի մշակութային կյանքը հենց մշակույթի նախարարության գործունեությունը այս վերջին տարիներին իրոք տագնապալի է, ընդհանուր առմամբ հենց վրացական մշակույթի հանդեպ էլ այստեղ Կելաթի ակադեմիայի ուրիշ խնդիրներ կան ու այս իրավիճակում այս ֆոնին առանց հայտել էթնիկ փոքրամասնությունների մշակույթի ծանր իրավիճակը էլ ավելի է ծանրանում ու այս իրավիճակում հենց մեծ առյուծի պատասխանատվության առյուծի պատժինը հենց մեր վրա է եկնում համայնքի ներկայացուցիչների, մենք պետք է մեր մշակույթի հանդեպ պատասխանատվության զգացմունք ունենանք, նաև մեծ դեր է խաղում այս գործընթացում հենց հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը իրոք պետք է գնահատել այն առումով, որ Եվրոպայի տարբեր տեսփանատների հետ համագործակցելով հենց այս հասարակական կազմակերպություններն են ամենամեծ աջակցողները էթնիկ փոքրամասնությունների մշակույթների պահպանման ու այս քաղաքական իրավիճակում, ծանր իրավիճակում մեր վիճակը ել ավելի է ծանրանում, երբ հասարակական կազմակերպությունները գիտենք ինչ իրավիճակում են հայտնվել, նաև այս խնդրի հետ կապված մեկ նշում էլ կանեի մշակութային իրավիճակը մեր Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ծանրանում է հենց մեր կառավարության կողմից իրականացվող ինտեգրացիոն ծրագրերի շնորհիվ ոչ այսինքն ես ինտեգրացիայի իհարկե կողմնակից եմ, մեծ աջակից եմ, բայց այս անկրակետ ինտեգրացիայի պատճառով մենք ոչ թե անկրակետ ինտեգրացիա չասենք, ավելի շատ ոչ թե ինտեգրացիա, այլ ասիմիլյացիայի ավելի շատ տանում։ Այսինքն ինքը ոչ թե ինտեգրացիայի տանում, այլ ասիմիլյացիայի ազգայնության կորցան։ Ասիմիլացման ավելի շատ նշաններ են կան, քան թե ինտեգրացիայի, թեկուզ այն ժամանակ Բիլինգվուրի կրթության ժամանակ նշեց այդտեղ, որ այդտեղ ավելի շատ ասիմիլյացիայի նշաններ են։ Այսինքն ուր գնում ենք, հենց այս կետին ենք։ Շատ հետաքրքիր է իմ կարծիքով այսօր ոդքասթը, ուղղակի ուզում եմ մեկ դրական օրինակով ավարտել, Խալաքի փողոցները։ Չէ, ախր փողոցները Շվեյցարիա դեսպանի կամ չգիտեմ Ամերիկայի դեսպանի համար լավ օրինակ այն կազմակերպությունում որտեղ որ ես եմ աշխատում սոցիալական արտադրության կենտրոն տարիներ առաջ երբ որ սկսեցինք աշխատել այնտեղ կայինք տարբեր էթնիկ փոքրամասնություն ներկայացուցիչներ հայ ԵՍԵ ադրբեջանալեզու հա փոքրամասնության ներկայացուցիչ նաև եզդի եւ այլն ռուս
ու որոշեցինք վրացիներ իհարկե ու որոշեցինք այսպես ընդհանուր որոշում կայացրեցինք, որ մեզ համար օրինակ որն է մեր էթնիկական ծագումով օրինակ հայ, որն է քո համար ամենակարևոր տոնը, քանի որ ես հայ կաթոլիկ եմ, կաթոլիկական եկեղեցու, ես ասացի, որ դե դեկտեմբերի 25 է, էլի, որ Հիսուս ծնունդն է, մենք նշում ենք եւ այլն, մնացածի համար օրինակ ադրբեջանցու համար, իմ գործընկերոջ համար ավելի իրեն համար այդ Նովրուզ Բայրամի տոնը մարտի 21-ին ինչքան հիշում եմ եւ այլն, այնտեղ եզդիների համար ինչքան հիշում եմ Սարա չեմ հիշում ուղղակի հիմա անվանումը իրենց ծիսակատարություններից մեկը որ նոր հենց այդ զատկական տոնի բնույթի տոն է եւ նշեցինք այդ ամսաթվերով եւ այլն իրենց նկարագրություններով ուղարկեցինք ու ընդհանուր որոշում կայացրինք ամբողջ այդ ստաֆով որ այս օրերին մենք պետք է հանգստանանք ու չգիտեմ եթե ընդհանուր օֆիս ով մյուս օր կարող ենք նշել եւ այլն բայց օրինակ դեկտեմբերի 25-ը ամբողջ օֆիսը շատ աշխատողներ չունենք ընդհանուր 30 աշխատող այդ 30 աշխատողը հանգստյան օր էր իրենց համար մարտի 21-ին էլ նորից այսինքն այստեղ մենակ այսպես խոսելով չէ, հա, կոնկրետ որոշում էր, որ նոր պետք է յուրաքանչյուր պետություն պետք է հարգի իր քաղաքացուն, հա, ովքեր նշում են այդ օրերին իրենց համար շատ կարևոր է, թե չգիտեմ, եկեղեցական է կամ ազգային ինչ-որ տոն է, որոնք որ մեծ շուկով են նշվում, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որ այդ քայլերից մեկը այդպես մենք ցուցադրեցինք պետությանը կամ չգիտեմ դու որ խոսեցիր այդ ինտեգրացիոն process-ից այդ ստրատեգիայի այդ ինտեգրացիայի ստրատեգիայի մեջ լավ կլինի որ այդպիսի ծրագրեր կամ այդպիսի օրինակներ լինեն որոնք որ կարող են օրակարգի մեջ ներդրվել եւ այդ օրակարգը իրականացնել որպեսզի յուրաքանչյուր մարդ իր ինքնության, իր մշակույթը կարողանա պահպանել եւ կարողանա զարգացնել եւ առաջ գնալ։ Ու զգա նաեւ որ իր մշակույթը շատ գնահատված է, հարգված է, սիրված է ու իրան ավելի ոչ մենակ մեր կողմից, այլ բոլորի կողմից ու բոլորը կարող են այդ օրին հանգստանալ, հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։